44-օրյա պատերազմից հետո Թուրքիան իսկապես իր ազդեցությունը ավելացրեց Հարավային Կովկասում, մանավանդ որ մի շարք պետություններ որոշակի այսպես հետընթաց ուրեմն գրանցեցին պատերազմի արդյունքում եւ Թուրքիայի ազդեցությունը բնականաբար չի բխում Հայաստանի շահերից, որտեղ Թուրքիան Հայաստանի համար դեռևս դիրքավորված է որպես հակառակորդ թշնամի պետություն եւ հայ-թուրքական սահմանը շարունակում է փակ մնալ, ավելին դա շարունակում է կիրառվել որպես լծակ Հայաստանի նկատմամբ։ Հայաստանում հաճախ մենք կարծիք ենք լսում որոշ ուժերից, որ կարելի է առանց Ադրբեջանի առանձին կառուցել հարաբերություններ Թուրքիայի եւ այլն, բայց վերջերս մենք նաեւ տեսանք Թուրքիայում Ադրբեջանի դեսպանի ելույթը, որը փաստացի վկայում է նրա մասին, որ չկա որևէ առանձին քաղաքականություն Թուրքիայի կամ Ադրբեջանի Հայաստանի նկատմամբ, այլ կա ընդհանուր կոնսենսուս երկու երկրների իրենց քաղաքականություն Հայաստանի նկատմամբ կարելիացի ներկայացուցչանի։ Ձեր կարծիքը ո՞րն է։ Տեսեք, իրականում դա Հայաստանի կողմից դիվանագիտական քայլ է եւ երկար ժամանակաշրջանում, որ փորձի երկու պետությունների հետ առանձին հարաբերությունները կառուցի, դա նոր մոտեցում չի, դա այդ մոտեցումը եղել է դեռ 90-ականներից, բայց իմ կարծիքով այս իրավիճակում դա գրեթե անհնարին է, որտեղ այդ երկու պետությունները համագործակցում են տարբեր ոլորտներում, այդ երկու պետությունները ունեն շատ սերտ հարաբերություններ եւ մասնավորապես Հայաստանի նկատմամբ քաղաքականությունը իրանք համակարգում ու կոորդինացնում են։ Այնպես որ ես կարծում եմ, այս փուլում դա ուղղակի հնարավոր չի, որպեսզի առանձին այսպես հարաբերություններ անել, չնայած որ մեզ համար դա բնականաբար քաղաքական գիծ է ու իմ կարծիքով մենք դա պետքա փորձենք առաջ տանել։